Անցել է 1 դարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները։ Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել։ Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, հիշում ենք եւ պահանջում։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլ նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ հայաթափվեց։ 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին։ 100 հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում եւ մենք մեր ճակատագիրը որոշողը չենք։ Մենք ընդհանրապես ոչ մի բան որոշող չենք։ Եվ այդ որոշողը իսկ ով է որոշողը։ Որոշողը պետությունն է իր բաներով, իր մեխանիզմներով։ Այն պետությունը, որը փակել է հայկական դպրոցները, այն պետությունը, որը գաղթ է կազմակերպել, այն պետությունը, որը կոտորածներ է կազմակերպել։ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար, ավելի ճիշտ այդ քաղաքականությունն է սպառնալիք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար։ Իսկ կարող է պարզվի, որ ինչ որ թեմաներ, ինչ որ շրջանակներ, մեր ինչ որ ցավոտ կետեր կարողացել եւ կարողանում են օգտագործել մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, մեր անկախ ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելու համար։ Անցել է 1